Հիբրիդային սպառնալիքներ, ժողովրդավարական դիմակայունություն, հաղորդակցություն, կանաչ փոխակերպում, էներգետիկա, սրանք են եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգի գլխավոր թեմաները։ Ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը գագաթնաժողովից։ Երևանը կարևորում է միջազգային ներգրավվածության մեծացումը։ Այս օրինակ միջոցառումները դրա լավագույն հիմքն են ստեղծում։ Գիտեք, որ այս տարի բացի եվրոպական քաղաքական համայնքից մենք նաև կոպն ենք հյուրընկալելու եւ տարվա ընթացքում այլ կարևոր միջոցառումներ կան, մենք ունենալու ենք նաև Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովը, ունենալու ենք Ֆրանսիայի նախագահի պետական այցը, դրան հետևելու է նաև Երևանյան երկխոսությունը ամենամյա դարձած միջոցառումը եւ ըստ էության մենք փորձում ենք մեծացնել այն հորիզոնը, որտեղ Հայաստանը ասելիք ունի ընդհանրապես միջազգային հարթակներում, բարձրացնել նաև Հայաստանի տեսանելիությունը նույն օրինակ միջազգային մամուլում եւ այսօր տեսնում ենք, որ դա իրականություն է դառնում։ Գագաթնաժողովը Երևանում անցկացնելու փաստը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով կարևոր է։ Այն նաև ազդանշան է, որ Հայաստանը եվրոպական համայնքի մաս է։ Լուրերի հետ հարցազրույցում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը ընդգծեց Գագաթնաժողովի օրակարգային հիմնական շեշտադրումները՝ հաղորդակցություն, ժողովրդավարական դիմադրողականություն, արտաքին չարամիտ ազդեցություններին դիմակայություն, ընտրություններին միջամտություն, նշելով, որ Եվրոպայում եւս պայքարում են նույն խնդիրների դեմ։ Հայաստանը ձգտում է ավելի սերտ կապերի Եվրոպական միության հետ։ Այդ համատեքստում ինչպես է գնահատում Կայա Կալասը Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման ընթացքը։ Իհարկե հայ ժողովրդի որոշումն է, թե որ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, բայց կարծում եմ կարևոր է, որ մեր հարաբերությունները ավելի լավը լինեն, քան եղել են։ Դրանք կարևոր են մեզ համար։ Բացի այդ, մենք պետք է մտածենք ընդհանուր պատկերի եւ Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին։ Եվ ակնհայտ է, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում մեզ ավելի շատ ընկերներ են պետք։ Քաղաքական, տնտեսական կամ անվտանգության գործակցության առումով ինչ կոնկրետ արդյունքներ կարելի է սպասել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հարցինի պատասխան Կալասը ընդգծեց երեքշաբթի սպասվող Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի մասին։ Կարևոր է լինելու մարդկանց միջև շփումները, օրինակ կրթության ոլորտում։ Ունենք հիբրիդային արագարձագանքման խմբեր, որոնք կօգնեն Հայաստանին պաշտպանել իր ժողովրդավարությունը, քանի որ առջևում ընտրություններ են, նշեց Կալասը։ Դա միշտ շատ խոցելի ժամանակ է, բայց նաև դրանից հետո, քանի որ կրկին գիտեք, այստեղ եւս ավելանում է արտաքին չարամիտ ազդեցությունը։ Ինչ դեր կարող է ունենալ Եվրամիությունը Հայաստանի եւ նրա հարևանների միջև երկարաժամկետ խաղաղության եւ կայունության աջակցման գործում։ Մեր շահերից է նաև բխում տարածաշրջանում կայունությունը, Եվրոպան երկարատև փորձ ունի վստահության ամրապնդման միջոցառումների կառուցման գործում, սահմանների կառավարումը, մարդկանց միջև շփումները, կապը, երկրների համատեղ կատարած փոքր քայլերը եւս իրականում նվազեցնում են ցանկացած տեսակի սպառնալիքների ռիսկը։ Ինչ վերաբերում է ընտրություններից առաջ Հայաստանին ուղղված հիբրիդային սպառնալիքների աճի վերաբերյալ մտահոգություններին եւ հարցին ինչպես է Եվրամիությունը գնահատում այդ ռիսկերը, Եվրամիության դիվանագիտության ղեկավարը արձագանքեց։ Պարզ է, որ օտարերկրյա դերակատարները նույնպես միջամտում են ընտրություններին եւ մեծացնում են իրենց սպառնալիքները Հայաստանի նկատմամբ։ Մենք այս ռիսկը գնահատում ենք շատ բարձր, ուստի մարդիկ պետք է զգոն լինեն իսկապես հասկանալու, թե ինչ է կատարվում եւ իսկապես իրենց ընտրությունը կատարելու համար։ Մենք կարող ենք աջակցել ինստիտուտներին այդ հարձակումներին դիմակայելու համար։ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը հուսով է Հայաստանը տեսնել եվրոպական ընտանիքում, քանի որ ըստ նրա Եվրոպա նշանակում է բարգավաճում, Եվրոպա նշանակում է կապեր, հնարավորություններ։ Մայա Խաչատրյան, Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։